Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լույսի Քոչարյանը եւ նշեմ այն բոլոր տարբերակները, որտեղ մենք հասանելի ենք, դրանք են armradio.am կայքը, on-line ռեժիմով, live stream-ի տարբերակով, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ տեսանելի ենք live stream-ի տարբերակով, իդեպ մեկնաբանությունները բաց են, կարող եք հարցեր եւ դիտարկումներ նույնպես թողնել։ Այսօր ներկայացնեմ ում հետ ենք զրուցելու ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, վարակային հիվանդությունների գծով առողջապահության նախարարության խորհրդատու Արմեն Օհանյանը, ողջույն, բժիշկ։ Շնորհակալություն, արդեն ինչպես հաշվեցինք, երրորդ անգամ մեզ հյուրընկալվելու համար ձեզ հետ եթերները այսպես շատ գերհագեցած են, շատ ինֆորմատիվ են եւ այսօր էլ փորձելու ենք միավի մասին խոսել, տեղեկացնել հանրությանը։ Կարծես թե մենք ամեն տարի էլ անդրադառնում ենք, չէ, այս եթերին, ձեզ հետ էլ մասնավորապես, եթե ճիշտ եմ հիշում, այսօր զրուցելու ենք մասնավորապես միավի բուժման ապակենտրոնացման ծրագրի մասին, այսպես կենտրոնանալու ենք, շեշտադրումը դա է լինելու, բայց իհարկե հնարավոր չէ հասնել դրան առանց ընդհանուր տեղեկություն եւս մեկ անգամ փոխանցելու, հատկապես որ դեկտեմբերի 4-ը նշվում է, արդեն դուք ներկայացրեք ինչ օր է դա եւ մենք այսպես մի քանի օր անց հետադարձ հայացքով նվիրում ենք այսօրվա եթերը դեկտեմբերի 4-ին ու ապակենտրոնացման ծրագրին։ Եվ այսպես ինչ օր էր դեկտեմբերի 4-ը։ Բարև ձեզ նորից, շնորհակալություն շատ հրավերի համար։ Դեկտեմբերի 1-ին նշվում է ձիահի։ Ես 4 ասացի։ Ներողություն եմ խնդրում։ Դեկտեմբերի 1-ը նշվում է ձիահի դեմ պայքարի համաշխարհային օր որպես միավ տարբերությունները կարծում արդեն բավականին լավ մարդիկ սկսել են պատկերացնել։ Դա ձեզ միայն թվում է, մենք նորից են կրկնելու, որտեղ դեռ շատ կարճ անդրադառնանք։ Միավի պարագայում խոսում ենք հենց վիրուսի մասին, վիրուսային հիվանդության, իսկ ձիա որպես այդպեսին արդեն դրա ծանր բարդություններն են, այն փուլն է, երբ որ մարդու իմուն համակարգը խիստ ընկճված է եւ հետեւաբար առաջանում են բազմաթիվ արդեն այլ խնդիրներ։ Սա հենց նա է ինչի դեմ հիմնական պայքարը տարվում է, այսինքն բուն վիրուսը կարող է մարդու օրգանիզմում լինել եւ տարիներով իրեն չանհանգստացնել, որից դրսևորում չունենալ, բայց արդեն հասնելով ձիահի փուլին մարդը հայտնվում է շատ ծանր վիճակում եւ այստեղից արդեն հետ վերադարձը, առողջության վերականգնումը շատ ավելի բարդ է։ Եթե կոպիտ մի քիչ միգուցե համեմատություն անենք, կարծես թե ուռուցքային հիվանդությունը չարորակ եւ արդեն իր տարածված մետաստազներով տարբերակը, երբ որ արդեն բուժումները ավելի շատ ամոքիչ բնույթ են կրում, քան որպես այդպիսին ապակինող։ Ապակենտրոնացմանը գալով ասեմ, որ սա շատ հետաքրքիր նախաձեռնություն է, որը որ նաև միջազգային գործընկերների միջոցով է հնարավոր դարձել իրականացնել։ Հիմնականում գաղափարը այնպիսին է, որ մարդուն բուժօգնությունը հասանելի դարձնել իր բնակավայրին մոտ, այսինքն մարզում բնակվող բնակիչը կարիք չունենա ամեն անգամ պարբերաբար ստանդարտ իր հետազոտությունների համար դեղորայք ստանալու համար գալ հասնել Երևան մեր կենտրոն։ Դրան է ամբողջ նպատակը ուղղված, բայց սա ունի նաև այսպես ասած իր թաքնված իմաստը, որ միավի հետ կապված գիտեք ամենաշատ երևի խտրական վերաբերմունքը հիվանդություններից հենց միավի նկատմամբ է։ Ցավոք մինչև հիմա պահպանվում է, չէ, այսքան իրազեկելով, այսքան ակցիաներ եւ եթերներ ու համացանցում տեսանյութեր նվիրելով այս թեմային, սակայն ձեր դիտարկմամբ էլ խտրականությունը դեռ պահպանվում է։ Այո, իհարկե պահպանվում է եւ հենց դա է, մենք շատ ենք այո խոսում, շատ ենք ինֆորմացիա տրամադրում, բայց միշտ չի որ ինֆորմացիան հենց ճիշտ է լինում, հենց ինֆորմացիան ինքը երբեմն բերում է այդ խտրականության զարգացմանը։
ավելի ամրապնդմանը, որովհետև լավ ինֆորմացիայի կողքը կոպիտ ասած կա նաև վատ ինֆորմացիան։ Սա էլ եթե sense կոպիտ ասած համատենք, ինչպես մենք պատվաստանյութերի մասին ենք անդադ խոսում դրանց դրական կողմի մասին, միշտ կան ավելի sense զարգանում են, չէ, աճում են այդ անտիվաքսացածները։ Ավելի շեշտը դրվում է բացասական կողմերին, որոնք, չգիտեմ, վիճակագրորեն շատ հազվագյուտ են եւ այլն, քան փրկող կողմին է։ Այո, ազդեցություն, հակազդեցություն ինչ որ sense պայքար է գնում միշտ։ Եվ այս ապակենտրոնացումը կարծում եմ ինքը նաև կարելի է այդ տեսակետից դիտարկել, որ տարիներով տեսեք Հայաստանի Հանրապետությունում այն ժամանակ դեռ եղել է ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոն առանձին։ Իսկ միայն ՁԻԱՀ-ով զբաղվող, սա եւս դրա իմաստը եղել է, որ ինքը ստեղծվել է առանձին կենտրոնացված, նեղ մասնագիտացված, հիվանդությունը նոր էր, դեռ շատ բան հայտնի չէր, բայց ինքը իրանով կարա հանդիսանա խտրականության պատճառ եւ անգամ մեր շինությունը, որտեղ որ հիմա մեր ադմինիստրատիվ մասն էլ է նստում, ես ինքս պացիենտներ եմ այդտեղ ընդունում տարաբնույթ, հա, բայց առաջ սա առանձին վախենալի շենք այո, էր։ բայց ինքը շենքից միջև հիմա դեռ այդ վախը պահպանվում, ոնց մենք գնացինք այդտեղ, անգամ բուժանձնակազմն է խուսափում, ոսմա ինձ բուժքույրը աշխատում, չգիտեմ, օրինակ տեսան, ես այստեղ եմ գնում գալիս, պիտի մտածեն, որ ես միավ ունեմ ու սենց խտրականությունը գնում է։ Դրա համար հիմա որ բոլոր այլ կենտրոնները եւս զբաղվեն եւ սա նաեւ կբերի նրան, որ այլ բուժաշխատողներ եւս կսկսեն շփվել միավոր պացիենտների հետ։ Սա էլ է լուրջ խնդիր։ Դառնալ ավելի երևի հանդուրժողականությունը կզարգանա, Այո, չգիտեմ։ որտեղ հենց բուժաշխատողներից է շատ ժամանակ գալիս այդ խտրական վերաբերմունքը նաեւ։ Իրանք Ինչ իրենց հետաքրքիր է, որ հարազատների դուք շրջանում ընդունում եք եւ դուք այսպես ձեր խոսքով հենց ասում եք դա, երբեմն բժշկական հանրույթի իհարկե գրագետ լինելով, բարձրակարգ մասնագետ լինելով չեն պատկերացնում ինչպես կողքի մեկ այլ բժիշկ կարող է ցուցաբերել այսպես չիմացություն, խտրականություն եւ այլն եւ հաճախ չեն ընդունում, որ չէ, բժիշկների մեջ այդպիսի բան չկա, բայց իրականում կա։ Անկեղծ ասած իմ կարծիքով բոլոր միֆերը առհասարակ բժշկության վերաբերյալ խտրական վերաբերմունքները թյուր ինֆորմացիաները գալիս է հենց բուժաշխատողներից։ Որտեվ ոլորտի պատասխանատուն ինչևէ բուժաշխատողներն են, ուզեն թե չուզեն։ Եվ միշտ սովորական քաղաքացին, որ բուժաշխատող չի, ինքը ինչքան էլ ինքնուրույն ենթադրի, միշտ փնտրում է գտնում է մի հատ կետ, մի հատ բուժաշխատողի, ընդ որ բուժաշխատող sense շատ լայն ասենք, որովհետև պարտադիր չի դա լինի հենց բժիշկ կամ անգամ բուժ կամ մայրապետ լինի թեկուզ, բայց մեր հարևան, ասենք, Թամարը, ով մայրապետ էր աշխատում, ասեց, որ իրանց հիվանդանոցում սենց են խոսում, սենց են մտածում բժիշկներն էլ, սենց վերաբերմունք ունեն, ու ստեղից ամեն ինչ սկսում է, էլի միշտ դրա համար շատ կարևոր է մենք մեր վրա աշխատենք անընդհատ ու այն ինչ որ չգիտենք, դրա մասին չբարձրաձայնենք, ուղղակի լռենք։ Մի այսպիսի հարց առաջ, ես հիշում եմ 10-15 տարի առաջ, երբ էլի դեռ եթերներ էի անում, մասնագետները ռիսկի խմբեր էին նշում։ Վերջերս նկատում եմ, որ այդ ռիսկի խմբերը ավելի քիչ են նշվում ու ավելի թիրախավորումը այդ խմբերի նկատմամբ այսպես մեղմացել է եւ հիմա պնդում են, որ յուրաքանչյուր ոք կարող է իրական ձեռք բերել միավ։ Ճիշտ ենք նկատում, որ աշխատում են շատ չընդգծել թմրամիջոցներ գործածող մարդիկ կամ սեքս ծառայություններ մատուցող մարդիկ կամ հոմոսեքսուալներ եւ այլն, կա նման բան թե ոչ։ Իհարկե շատ լավ է հատուկ չընդգծելը, հա, վերջերս չի ընդգծում։ Ավելորդ անընդհատ ընդգծել, որ այո, նշված խմբերը առաջ իրենք նշվում էին պարտադիր այսպես առաջին հորիզոնականներով եւ մի տեսակ ոնց որ անընդհատ թիրախավորվում էին դրա պատճառով։ Իրանք հստակ ռիսկի խումբ են։ Եվ այո, մենք դա էլ պետք է ընդունենք, որ այդ խտրական վերաբերմունքը ինքը ինչ որտեղ իր օբյեկտիվ կոմպոնենտ ունի այն մասով, որ ինչևից է դա փաստ է, որ սա որոշակիորեն իսկ սկզբում բավականին շատ մարդու վարքագծի մասին ինչ որ այսպես ասած
ինֆորմացիա տվող, հա, անուղղակի ինֆորմացիա տվող հիվանդություն է հանդիսացել, բայց եթե մենք գանք նույն այդ սկզբունքով, հիմա պետքա բոլոր աշխատանքային միգրանտների, այսպես ասած, մարդիկ ովքեր գնում են Ռուսաստան, աշխատանքներ են իրականացնում սեզոնային հետ են, իրանց կանանց բոլորին պետք է համարենք ռիսկի խումբ։ Այսինքն, ստեղ ոչ թե հենց վարքագիծը վերցնենք կամ մասնագիտությունը, այլ ուղղակի ռիսկի խմբերը, ռիսկի խումբ ում ենք անվանում, ում մոտ ավելի հաճախ է հանդիպում։ Վարակվելու հավանականությունը ավելի մեծ է, բայց այո, բոլորս կարող ենք մի օր վարակվել ու փորձը ցույց է տալիս, որ բացարձակապես նշված ռիսկի խմբերում չընդգրկված մարդկանց շրջանում եւս հիվանդության տարածություն կա։ Իհարկե ավելի քիչ է, բայց կա։ Սա այո շատ կարեւոր է իմանալ, ընդհանրապես սա ոչ թե այդ մարդը ինչ-որ հատուկ առանձնահատուկ, չգիտեմ, վատ բան արել, պատժվել, այս գաղափարն է միշտ տանում, չգիտես, հաճախ այո։ Այո, խտրականության դեպի այդ կողմը։ ընդհանրապես վիրուսը, որով մարդը հիվանդացել է։ Եվ ինչ որ կարծրատիպային գործողություններ բերել են ռիսկի խումբ նրան ուղղակի վիճակագրորեն, ոչ թե, ասենք, բարոյա էթիկական ինչ որ գործողություններից ելնելով, սա կարևոր է։ Մեկ այլ մոլորության միֆի եմ ուզում անդրադառնալ, էլի մոտավորապես 10 տարի առաջ դեռ բորբոքվում էր այն մոլորությունը, որ միավ ձիահ իրականում գոյություն չունի եւ մեզ խաբում են, սա մարքեթինգ է, ապացուցված չէ, տեսանելի չէ, այդ վիրուսը ոչ ոք չի տեսել եւ չի բացահայտել իրականում։ Սա դեռ կա, դեռ պատտվում է մարդկանց մոտ։ Չհավատացողներին, որ ես չեմ հավատում, որ ես ունեմ, ես ինձ լավ եմ զգում։ Այո, նման մոտեցող անհատը ինքը չի հավատում, որ ինքը հիվանդ է, դա մեր հիմնական խնդիրներից մեկն է կայանում, բայց որ հիվանդությունը առհասարակ գոյություն չունի։ Դա հակավաքսերի պես այդպես խմբեր չկան։ Հիմա կարծես թե ակտիվ չի, որտեվ ես չեմ շու վերջի շրջանում երբ նման մտքի հանդիպած լինեմ, այո, եղել է, բայց հիմա որ առհասարակ շղթեն հիվանդության գոյությունը, այդպիսի ակտիվ ռոպագանդա, այսպես ասենք, չկա, բայց այո, մարդիկ չեն ընդունում, բայց սա ոչ թե միավի հետ է կապված, սա ավելի շատ իմ պատկերացմամբ զուտ հոգեբանական պաշտպանողական մեխանիզմն է, հերկման մեխանիզմն է այստեղ գործում, որ մարդը ուղղակի իմանալով որ ծանր հիվանդ է, նույն կերպ ինչպես օրինակ չարորակ ուռուցք է, մարդը գնում է պրոֆիլակտիկ հետազոտության, ասում են օրինակ կրծքագեղձում կա գոյացություն, պետք է գնաս, բիոպսիա արվի, 6 ամիս հետո հետևես եւ այլն, ինքը ուղղակի մոռանում է այդ ինֆորմացիան հոգեբանորեն իրան պաշտպանելու համար մոռանում է, ասում է չէ, ես չունեմ, ոչ ցավում է, ոչ խանգարում է, ինչ ուռուցք, ինչ է գլխի սարքում, բիոպսիա անեք, որ իսկականից չարորակ դառնա, ավելի շատ այս կատեգորիայով է գնում։ Եկեք դա այդ դեպքում խոսենք նաև հստակ տարածման տարբերակներից, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մեթոդներով է, որ եղանակներով է վարակվում մարդը այս վիրուսով եւ որոնցով հստակ վտանգ մեզ չի սպառնում։ Այո, շատ կարևոր հարց է, որտեղ հիմնական միֆերից եւս դա է, որ ինչպես չի վարակվում, ըստ դեպքում եւս ավելի կարևոր է, որտեղ անդադ դա է հենց խտրականության եւ խարանի հիմքում ընկած լինում շատ ժամանակ, բայց ինչ ճանապարհով են վարակվում, հիմնական ճանապարհը գերակշռող ուղին ամեն դեպքում մնա սեռական ճանապարհը, չպաշտպանված սեռական հարաբերությունները, ինչպես նաեւ հնարավոր է արյան միջոցով վարակի փոխանցում, այսինքն օրինակ դոնորական արյուն կլինի կամ մեծ ծավալի վիրահատություն կլինի, որի դեպքում պետք է ինչ-որ մեկը բայց վարակված լինի, որ կանա վարակի հիվանդին կամ հիվանդը վարակված լինի բուժանձնակազմին վարակի, այստեղ երկուսն էլ փոխադարձ ռիսկի խմբում են գտնվում։ Եվ երրորդ տարբերակը ըստ էության դա հղիության ընթացքում մորից երեխային փոխանցումն է, հիմնական եթե ասենց բաժանենք խմբերով։ Իսկ կաթով։ Կաթով, այո, եւս կա, սա եզակի հիվանդություն է, որի պարագայում կրծքով կերակրումը խորհուրդ չի տրվում,
այո, դա էլ իհարկե շատ նեղ մասնագիտական քննարկման թեմա է իրականում ներողություն, որովհետև կա տարբերակներ, որ նույն օրինակ աֆրիկական երկրներ այդտեղ առհասարակ հասանելիություն չկա արհեստական կաթնախառնուրդների, այնպես չէ միանշանակ ասում են մի կերակրեք, հակառակ ասում են կերակրեք, որովհետև սովը շատ ավելի դաժան է լինելու նորածնի համար, քան միավոր վարակվելը թեկուզ կամ ռիսկը, որ կարող է միավոր վարակվի։ Բայց այո, կաթը եւս համարվում է վարակի փոխանցման տարբերակ։ Եվ ամենակարևորը ինչպես չենք վարակվում։ Չենք Ինչից պետք չէ վարակվում, վախենալ, ուշադրություն։ Սովորական, սոցիալական միջավայրում, կենցաղում սովորական, երբ որ չկա արտառոց միջադեպ, այսինքն չկա ինչ-որ վնասվածք, որը բերել է տեսանելի ակնհայտ արյան առաջացման, հնարավոր չի վարակի փոխանցում, այսինքն միմյանց ողջ ունելը, հա բարևելը, գրկախառնվելը, անգամ նույնիսկ նույն սպասքից օգտվելը, ինչը ինքը իրանով խորհուրդ չի տրվում բնականաբար նույն սպասքից օգտվել, բայց անգամ դա չի կարող բերել նույն սանհանգույցից օգտվելը, հա, պետք չի առանձնացնել կամ պետք չի լվացքի մեքենաները առանձնացնել շորերի համար ընդունված տարբերակներից է էլի շատ, հա, այս ամենի միջոցով հնարավոր չի վարակվել։ Եվ այստեղ կա մի հատ շատ ավելի կարևոր հանգամանք, որ եթե մարդը գտնվում է բուժման վրա, այսպես ասենք, այսինքն ստանում է ռեգուլյար իր դեղերը եւ ունի վիրուսի խիստ ցածր մակարդակ ընդհուպ անհայտնաբերելի քանակի, այս դեպքում իր վարակելիությունը այն աստիճան է իջնում, որ անգամ ընտանիքի պարագայում, այսինքն մշտական զուգընկերոջ հետ թույլ է տրվում է անպաշտպան սեռական հարաբերություն ունենալ։ Այդ աստիճան հնարավոր է նվազեցնել վարակելիությունը։ Դեղորայքի մշտական Այո, կյանքի վերջ ընդունման դեպքում իդեպ Հայաստանում հանրության կողմից մենք խնդիր ունենք այսօր մշտական դեղորայքը ընդունելու հետ կապված մարդիկ մի փոքր սրանել են շատ զգուշավորությամբ վերաբերվում, Իհարկե, ինչի ես պետք է մինչև վերջ ընդունեմ։ Ուղղակի սա նույնն է դարձյալ կարծում եմ, ինչ որ այլ հիվանդությունների դեպքում, ինչպես ճնշում ունեցող պացիենտն է դիմադրում, ասում է, որ կբարձրանա այն ժամանակ կօգտագործեմ իմ ճնշման դեղերը, խոլեստերինից դեղը կամ շաքարային դիաբետի դեղերը, հա, նույն կերպ այստեղ է լինում կամ բարբերական հիվանդության մարդիկ կոլխիցինը Կամ խնդիր են որևէ դարձնում։ հորմոնի պակաս ունեցող մարդը։ Այո։ Այստեղ ուղղակի կա, ինչպես բոլոր դեպքերում, այո, կան ստանդարտ ռիսկեր, որ դեղորայքը բնականաբար կարող է ունենալի ժամանակի ընթացքում կողմնակի որևիցե ազդեցություններ, որոնք որ լիարժեք վերահսկելի են, լիարժեք կառավարել, ինչպես մյուս բոլոր նշածած խմբերում, այսինքն սա չի առանձնանում ավելի ռիսկային դեղորայքներ չեն։ Այսպես ասենք, որ եթե միավ վաղ հայտնաբերված պացիենտը իր դեղորայքը ստաբիլ ընդունում է, ինքը պրակտիկորեն առողջ մարդուց ոչինչով չի տարբերվում։ Ինչ է պատահում այդ մարդու հետ, եթե նա օրինակ այդ պահին ոչինչով չտարբերվելու պահին դադարեցնում է դեղորայքը, դա հստակ նշանակում է, որ ցուցիչները բարձրանալու են, մենք ճիշտ ենք պատկերացնում։ Այո, հստակ նշանակում է։ Միգուցե Սա անխուսափելի է։ Միգուցե 10,000-ից 2-ի մոտ չբարձրանա։ Միգուցե։ Դե սա շատ փոքր թիվ է։ Ինչու եմ, հա, սա ասում, որտեղ միշտ կան, չէ, նման խոսակցությունների ժամանակ մարդիկ ինչ որ մի հատ անձնական, մի հատ անհատական օրինակ են գտնում ու դա դարձնում որպես բան, այսպես ասած դրոշակ, որ չէ տեսակ։ Ամերիկայում կա դեպք, երբ չի խմել եւ 3 տարի չի բարձրացել ցուցիչը օրինակ։ Այո, բայց որպես կանոն, այո, ինքը անխուսափելիորեն բերելու է վիրուսի բարձրացման քանակի եւ իր հետագա հետևանքներով վնասման։ Մի հարց ունենք, երևի թե հասանելիության վերաբերյալ, արդյոք այս պահին բոլոր մարզերում կարելի է ստանալ, թե ծրագիրը նոր է պատրաստվում մտնել շրջանառության մեջ։ Ծրագիրը, այսպես ասենք, փուլային է ընթացքի մեջ։ Ուր ենք հասել հիմա։ Այո, ներկա պահին Գյումրիում ունենք
ապակենտրոնացված հստակ գործող տեղ եւ Վանաձորում Գյումրու եւ Վանաձորի բժշկական կենտրոններում են գործում եւ այնտեղ մարդիկ կարող են լիարժեքորեն իրենց դեղորայքները ստանալ, ընթացիկ ստանդարտ հետազոտությունները բոլորը իրականացվի եւ այստեղ կարեւոր է նշեմ, որ մեր կենտրոնը, այսինքն ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ամբողջությամբ վերահսկողությունը իրականացնում է, այսինքն այնպես չի, որ Երևանում մենք ավելի լավ բուժօգնություն ենք առաջարկում, քան մարզում։ Մեր բժիշկները որակը տուժած չէ այնտեղ։ Բացարձակ 24 եւ 7 ռեժիմով կապի մեջ են այնտեղի մասնագետների հետ, բոլոր վերապատրաստումները իրականացվել են եւ շարունակաբար իրականացվում են եւ ցանկացած կասկածելի հարցի դեպքում, որ եթե տվյալ բժիշկը չկողմնորոշվի կամ եթե լինի հետազոտության որևիցե հետազոտություն, որը որ հնարավոր չի այնտեղ իրականացնել, դա ամենը մենք հոգում ենք, իրականացնում ենք։ Բայց թեստավորումը նույնպես օրինակ Գյումրիում եւ Վանաձորում կարելի է անցնել։ Թեստավորում Հայաստանի գրեթե բոլոր ընդհանուր ամբուլատորիաներում բոլոր պրակտիկորեն կարելի է անցնել, բայց ախտորոշման հաստատումը առայժմ օրենքի, այսպես ասած, իրավական դաշտով դեռ կոնկրետ մեր կենտրոնն է վերջնական հաստատումը ախտորոշման տալիս։ Երևանինն է, այո։ Այո, որ վերջնական դա իհարկե կլինի հաջորդ քայլը, որ արդեն նույն Գյումրին Վանաձոր իրանք տեղում հաստատում կտան եւ կընդունեն պացիենտին արդեն դիսպանսերային հսկողության, բայց այդտեղ կա մի քանի նյուանս, որ դա միայն բժշկի գործառույթ չէ։ Իրականում ես կուզենամ նշեմ, որ միավի հետ կապված մենք շատ մեծ հսկա թիմ է աշխատում, այսինքն դա միայն արևձեզ ես միավ ունեմ, այլ դեղերդ խմի տարբերակով չի, հա։ Մենք ունենք համաճարակաբանների թիմ, ովքեր պացիենտի շատ երկար աշխատանք են տանում հայտնաբերելու համար, թե որտեղ է եղել վարակումը հնարավոր, ովքեր են շրջանակները, որ կարող է վարակված լինեն, որպեսզի հայտնաբերեն բոլորին։ Անդադ աշխատանք է արվում բացատրելու կանխարգելման մեթոդները, որպեսզի իրանք էլ չտարածեն վարակը, հասարակական կազմակերպությունների հետ ենք համագործակցում, ովքեր հոգեբանական, սոցիալական աջակցություն են ցուցաբերում, այս բոլոր տվյալները իդեալականորեն վերահսկվում են մեր մոնիտորինգի թիմի կողմից եւ մենք բարբերաբար միջազգային հարթակներում ենք հաշվետվություններ տալիս, թե Հայաստանը ինչ կարգավիճակում է եւ բավականին լավ կարգավիճակում ենք մենք, այ դա է հետաքրքիր աշխարհի հետ համեմատած։ Անելու իհարկե շատ բան ունենք, բայց հստակ որ առաջ են գնում դա փաստ է եւ մեր ընդհանուր ցուցանիշները վատը չեն, այսպես ասենք, բացարձակ վատը չեն։ Հաջորդ փուլով ինչ է սպասվում, դուք ասացիք, որ փուլային է եւ այս պահին Գյումրիում ու Վանաձորում կա, պլաններ կան, թե հաջորդին ինչ է լինելու։ Ամենայն հավանականությամբ կունենանք եւ մոտ ժամկետներում այ կլինի այդ տեստավորման, այդ համաճարակաբանական հետազոտության փուլերի ներդրումը արդեն գործող ապակենտրոնացման կետերում, հա, երբ թե հաջորդ տարվա պլանների մեջ առայժմ այսքանը դեռ ներառված կլինի։ Բայց սա շարունակական է լինելու եւ նպատակ կա ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով հասանելի դարձնել։ Այո, միանշանակ։ Ինչ կասեք անվճար հետազոտությունների մասին, որ ձեռնարկել է ԻՀԱԿ-ը, այստեղ ես կետ ունեմ հատուկ նշված, այդ ինչ հետազոտությունների մասին է խոսքը եւ որն է դրանց նպատակը։ Շատ լավ հարց եք տալի, որտեղ բացի այն, որ ինքը ուղղակի անվճար հետազոտություն է հնարավորություն, ես այն կարծիքին եմ, մենք քննարկեցինք թիմով, որ իմ կարծիքով սա եւս քայլ է, մենք միշտ ինչպես ենք անում, հա, կենտրոնը նաեւ տարբեր աջակցությունների միջոցով իրականացնում է այդ սկզբից որ խոսեցինք, հա, թիրախ խմբերում, ռիսկի խմբերում հետազոտություններ անընդհատ է իրականացվում, բայց նույն կերպ կարծում եմ սա եւս կարող է այդ խտրականության վրա ազդեցություն ունենալ, որ ինքը հասանելի է բոլորի համար, պետք չի լինել որևիցե հատուկ ռիսկայնության գոտում, որպեսզի գալ եւ ընդ որում ոչ միայն միավը, այլ զուգահեռաբար հեպատիտ C-ն, հեպատիտ B-ն եւ սիֆիլիսը, այս 4 հետազոտությունները մենք արդեն ամբողջ
նոյեմբերը եւ շարունակելու ենք ամբողջ դեկտեմբերը մեր բոլոր 3 կենտրոններում 3 կենտրոն ասելով 3 հասցեներում, հա, եւ գիտեք տուբերկուլոզայի թոքաբանության ազգային կենտրոնը եւս արդեն ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կազմում է գործում, միավորվել ենք եւ բոլոր հասցեներում մեր թե Ավանի, թե Առնո Բաբաջանյան 42 հասցեում հնարավոր է գալ, մոտենալ եւ մի կաթիլ արյուն հանձնելով այո, ընդհանրապես 10 րոպե հետո իմանալ նշված հիվանդություններից որից է մեկը ունեք թե չունեք, որտեղ ամենակարևորը միշտ սա անդադ շեշտարում սրա վրա պետք է լինի, որ վախ հայտնաբերելու դեպքում նշված հիվանդությունները թույլ են տալիս, որ մարդը պրակտիկ առողջ կյանքով շարունակի ապրել, չտարբերվելով հիվանդություն չունեցող մարդուց։ Այս 3 խնդիրների դեպքում պարագայում նույնիսկ։ Միավի դեպքում ճիշտ է, որ տարիներ շարունակ մարդը ոչ մի գանգատ եւ ոչ մի դրսևորում կարող է չունենալ եւ մտքի ծայրով չանցկացնել, որ ինքը միավ ունի։ Հնարավոր է նման բան, իհարկե, միավը ունի նաեւ մի հատ այդ հակառակ կողմը, որ այն շատ քիչ կա սուր միավ համախտանիշ, այսպես ասած, հասկացողություն, որ մարդը վարակվելուց հետո առաջիկա օրերի, շաբաթների, ամիսների միգուցե անգամ ընթացքում ունեն մեծ ջերմության բարձրացում, գրիպանման երևույթներ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, հա, կարող է լինել նշիկների բորբոքում, մկանացավեր եւ այլն, այն ինչ որ բոլորս գիտենք վիրուսային վարակների ժամանակ հանդիպում է։ Այսքանով անցնին ու կարող է սրան զուգահեռ ավելի երկարատև ջերմությունը, փորլուծություն կարող է երկար լինել, այսքանով սահմանափակվի եւ վերջ։ Եվ այո, տարիներով ինքը կարող է ել որևիցե ընդհանրապես ոչ մի գանգատ չունենալ, բացարձակ։ Դրա համար է շատ կարևոր, որ անկախ գանգատների առկայությունից հետազոտվել, բայց նաեւ մյուս կողմից շատ կարևոր է, որ ամեն գրիպով հիվանդանալու պարագայում պետք չի ստրեսի ենթարկվել։ Ես աշխատում եմ պացիենտների հետ, իրանց եմ շատ լավ այդ հասկանում, էլի մարդը որ մտքի ծայրով անցնում է, որ կարող է իմ մոտ միավ է, սա էլ հակառակ կողմից կարող է բերել մարդուն էլի հոգեկան խանգարման։ Պացիենտներ կան, որ ամիսը մեկ գնում են հետազոտվում, այս լաբորատորիայում, այն լաբորատորիայում անընդհատ այդ իդեաֆիքսը գասը, որ կարող է, սա էլ շատ վատ բան է, սրա հետ աշխատելն էլ շատ բարդ է։ Եվ վերջին հարցերից մեկը դուք նշեցիք, որ կարևոր է վաղ ախտորոշումը, նշանակում է արդյոք սա, որ օրինակ երկրորդ տարում հայտնաբերելու դեպքում օրգանիզմին ավելի քիչ վնաս է հասցրած լինելու այս վիրուսը, քան 5-րդ եւ 10-րդ։ Ուզում եմ ասել, երբ ինքը չի դրսևորվում, նա այնուամենայնիվ շարունակում է վնասել օրգանիզմին, թե նույնն է, նույն մակարդակի վրա է։ Հետաքրքիր հարց եք տալիս, կոնկրետ միավի պարագայում ինքը ավելի շատ կարող ենք իրան այդպես բնորոշել, որ ինքը աստիճանաբար քայքայելով գնում է ամեն դեպքում։ Թե հեպատիտ B-ի պարագայում օրինակ կամ հեպատիտ B-ին ավելի բնորոշ է, ինքը կարող է լուր մնա ինչ որ մի պահից սկսի իր աշխատանքը, այսպես ասած, սև գործը, այո։ Միավի պարագայում ամեն դեպքում միգուցե սկզբնական շրջանում շատ ավելի դանդաղ քայքայելով, բայց ինքը ավելի իրան այդպես կարող ենք բնորոշել, որ պետք չէ հույսը դնել այո այդ դանդաղության վրա, շուտ այնքան լավ։ Մենք ոնց որ թե այլևս ժամանակ չունենք, բայց հասցրինք ամենակարևորը կարծում եմ միավի ձիահի մասին տեղեկացնել, հարգելի ունկնդիրներ, ուշադիր եղեք, շատ սևեռված պետք չի ստուգել, բայց ամեն դեպքում պարբերաբար հետազոտություններ անցեք մինչև դեկտեմբերի վերջել, բժշկի նշած նորից կասեք, որ Առնո Բաբաջանյան 42, չէ, որոնք կարելի է ստուգել, հասցեները կգտնեն։ Շատ լավ, հեպատիտ B-ն, C-ն, սիֆիլիսը եւ միավը։ Ահա այս հավաքածուն կարող եք հետազոտել անվճար, հասցեները կարող եք փնտրել արդեն համացանցում։
Մենք զրուցեցինք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, վարակային հիվանդությունների գծով առողջապահության նախարարի խորհրդատու Արմեն Օհանյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շատ շնորհակալ ենք այս հարցազրույցի համար եւ հուսով եմ ելի որևէ կարևոր թեմայի շուրջ անպայման կհանդիպենք։ Ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։